Վիրահատությունից առաջ տատու թոռ աղոթում են, որ ամեն բան բարեհաջող անցնի։ 14-ամյա Արթուրը գլխի 10-րդ վիրահատությանն է պատրաստվում։ 1 տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարը ճակատագրական դարձավ։ Փոքրիկ տղան գլխուղեղի վնասվածք ստացավ ու շուրջ 7 ամիս մնաց կոմայի մեջ։ Այդ օրվանից Մանուկյան ընտանիքի անդորը խաթարվել է, կյանքը գլխի վայր շուռ եկել։ Սկզբում մաման ասում էր, ես չեմ էլ պատկերացնում, ինձ թվում է դու չես հասկանում, քո հետ ինչ է կատարվել։ Ես մտածում եմ, ես պետք է ուշադրել, որովհետև ինձ 2 երեխա են նայում։ Շտապ օգնությունն ա տարել ու ընդունող բժիշկը նույնիսկ հույս չի ունեցել, որ մինչև լուսաբաց կապրի 7-8 ամիս կոմայի մեջ էր։ Մենք ինքան դժվարությամբ այդ վերակենդանացման դրան մոտ սպասում էինք։ Տղան վթարից հետո ոչ միայն մարմնական բազմաթիվ կոտրվածքներ ու գլխուղեղի ծանր վնասվածք է ստացել, այլև ձեռք է բերել խոսքային խանգարումներ։ Նրան դժվարությամբ է հաջողվում ձևակերպել ու արտաբերել սեփական մտքերը։ Արթուրը ինձ խոսք է տվել, որ ամեն ինչ առաջվանն է լինելու։ Սկսել է մեկ-մեկ բառեր օգտագործել, որ ասում ենք բառերը կրկնում է, բայց դժվարությամբ։ Աջ կողմը երեխան բացարձակ չի օգտագործում, քանի որ վնասվածքը ձախում է, այդպես այն ինչ-որ կողմը վնասվում է, հաջորդ կողմը թուլանում է։ Ոտն ու ձեռքը չի աշխատում, չի խոսում։ Պետք է աշխատեն իր հետ վերականգնողականում, տեսնենք ինչքանով կարողանան օգնել։ Ասացիք, որ նաև ոտքերի վիրահատություն։ Այո, ոտքերը 3 տեղից կոտրված ա եղել, պլատինե ձողեր ա դրված մինչև հիմա։ Բժիշկն էլ էր ասում, որ այդ գանգի տակն ա ջարդված, այտենց դեպք չի եղել, որ գանգի տակը ջարդվի ու նույնիսկ բժիշկը այդ վիրահատությունը բացառիկ էր համարում։ Այս անմեղ ու լուսավոր երեխայի առողջական խնդիրները միայն թե այսքանով սահմանափակվեին։ Պարզվում է վերջին վիրահատությունից հետո, որն ի դեպ շաբաթներ առաջ է տեղի ունեցել, բարերարների աջակցությամբ Արթուրի մոտ նոր բարդություններ են ի հայտ եկել։ Բժիշկներն ասել են, եւս մեկ վիրահատության կարիք կա, բայց այս անգամ ռիսկը մեծ է։ Այս ճակատի հատվածում էլի կոտրվածք ունի, որ քթի անցքից օդ է անցնում գլխին, գլուխն ուռում է, ու դա ինֆեկցիա է, այլի շատ վտանգավոր է, որ ինֆեկցիա կլինի, դե անպայման դա էլ փակեն։ Չարաբաստիկ վթարի օրը մեքենայում են եղել նաև Արթուրի եղբայրն ու հայրը։ Եղբայրը Կարենը հրաշքով է փրկվել, սակայն հոր կյանքը փրկել չի հաջողվել։ Այրեբունի են տեղափոխել, վիրահատել են։ Վիրահատության ժամանակ 4 ժամ վիրահատություն են արել։ Վիրահատության ժամանակ էլ հենց ինքը մահացել է։ Մայրը պատմում է, որ երեխաները հորը շատ են սիրել, կապված են եղել նրա հետ։ Ամուսինը ոչ միայն սիրող ու հոգատար ծնող էր, այլև օրինակելի հայր, որը որդիների հանդեպ չափազանց ուշադիր էր։ Հոր բացակայությունը խորը վերք է թողել երեխաների սրտերում։ Դեռ չեն կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Կորստի ցավը խորապես ազդել է նաև Կարենի վրա։ Ես կուզենայի, որ այդ դրանից առաջ ժամանակ է հետայ, որ այդ չի լիներ։ Ես աշխատում եմ այդ թեմայով իր հետ չխոսեմ։ Դե չեմ ուզում, որ ինքը նեղվի, սկզբում ես դաժե չէի ասել, որ մահացել է իր պապան։ Հետո որ իմացավ, ինձանից նեղացել էր, 2 ամիս չէր խոսում հետս։ Վախենում է ինքը։ Ամուշը, որ հիվանդանոց ալնում, ես ամուսինս ու Կարենն ենք մնում։ Ինքը դպրոցից գալիս է տունը մինակ մնում, մինչև մենք հիվանդանոցից գալիս ենք։ Հետո երեկոյան ժամերին որն հենց ա եղել, որ Արթուրի կամ վիրահատություն ա եղել, կամ ասենք վատ ա եղել, մենք մի քիչ ուշացել ենք, ասեի տեսնում էի մեծ դանակ էր կողը դրած։ Ասում էի Կարեն վախենում ես, ասում էր չէ, բայց ես համոզված էի, որ ինքը տան մեջ վախենում է։ Խոսելիս շարունակ հուզվում է Անուշը, սրբում արցունքները, կախում հայացքը։ Անասելի դժվարությունների միջով են անցել, ասում է, բայց հույսը չի կորցնում։ Վստահ է, որ Աստված ողորմած է ու այս փորձությունը եւս հաղթահարելի է։ Գերազանց սովորող երեխա է եղել։
Ինքը դաժե դպրոցում նեղանում էր, որ առաջինը իրան չեմ հարցնում։ Միշտ իր դասղեկն ասում էր, հենց դասը սկսում եմ ձեռքա բարձրացնում, ասում եմ դե գիտեմ, որ ինքը գիտի, ասում եմ Արթուր չէ, թող ուրիշները պատասխանեն, նեղանում էր։ Մտածում եմ, որ պետք է դժվի, որ իրար այդ օրինակ խաղան, կտենց ոնց եղել է, ոնց որ միշտ, ավարից առաջ։ Պետք է տղայից առաջ պատնացնեմ։ Ես այնքան նպատակներ ունեի իր հետ կապված։ Ինքն ու փոքր տղան լրիվ տարբեր են, փոքր տղաս չի սովորում, իրապես չի սովորում։ Ես միշտ ասում էի Արթուրս բժիշկ ես դառնալու։ Վթարը խլեց այս ընտանիքի հանգիստն ու խաղաղությունը, երազանքներն ու ապագայի հանդեպ հավատը։ Արթուրի երազանքն էր բժիշկ դառնալ, օգնել մարդկանց, բուժել ու կյանքեր փրկել։ Իսկ ավագ եղբայրը Կարենը տարված էր ֆուտբոլով, խաղադաշտում էր տեսնում իր ապագան։ Բայց դժբախտ պատահարի հետևանքով Կարենը սրտի առիթմիա ձեռք բերեց եւ ստիպված եղավ հրաժարվել իր երազանքից։ Տղան լուռ է հաղթարում իր հոգու փոթորիկը։ Ճիշտն ասած, ուզում էի հոգեբանի մոտ տանել ինքը քիչ համաձայն չի։ Իսկ այս բարդ ու պատասխանատու փուլում փոքրիկների խնամքն իրենց վրա են վերցրել Անուշի ծնողները։ Փոքրիկ բնակարանը, որ տեսնում եք, Անուշին տրամադրել է ամուսնու քույրը, որն այժմ արտերկրում է։ Անուշը տուն չունի, ոչ էլ աշխատանք։ 43-ամյակին է նպաստի ու թոշակառու ծնողների ձեռքին է նայում։ Հույսը չի կորցնում, խնդրում է, որ մարդիկ այս դժվարին պահին իրեն մենակ չթողնեն ու ապրոմակցեն։ Ես ուղղակի կուզենամ, որ ինձ օգնեն վերականգնողական, ինչքան ուշում ենք գնայինք վերականգնողական, այնքան ավելի դժվար կլինի իր հետ աշխատելը։ Հիմա 14-ամյա Արթուրը կանգնած է իր կյանքի ամենավտանգավոր, բայց գուցե նաև ամենաճակատագրական վիրահատության առաջ։ Անուշն ու նրա ընտանիքը աջակցության կարիք ունեն ոչ միայն նյութական, այլև բարոյական։ Այս ընտանիքը հույսով սպասում է թեկուզ ամենափոքր աջակցությանը, որ փրկության ձեռք կդառնա։ Նրանք չեն կորցնում հավատը, որ մարդասիրությունն ու բարեգթությունը դեռ ապրում են մեր մեջ, եւ որ մի օր Արթուրը կվերադառնա իր մանկությանն ու կշարունակի կյանքի կոչել իր նվիրական երազանքը։ Մայրն ու երեխաները ամուր բռնել են լուսավոր հույսը ու բաց չեն թողնում։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրենկյուն։